Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Հեռուստասերիալի այսօրվա սերիան հաստատ անտարբեր չի թողնի ոչ ոքի, ամենահուզիչ ու հետաքրքիր դրվագներն են լինելու, քանի որ այսօր Մանանի ու Գրիշոյի հարսանեկան արարողությունն է, որին ներկա չէին Մանանի եղբայրները՝ Դավիթը ու Լեոն։ Ի տարբերություն նրանց, պապը Դավիթ պապը եկեղեցու բակում է։ Հրապարակվել են շատ հուզիչ տեսանյութեր, որից մարդու արյունն ուղղակի երակներում սառչում է։ Մանենը պինդ գրկում է պապիկին, բայց պապիկի կողմից որևէ արձագանք, որևէ նշույլ հուզմունք։ Իհարկե, այս ամենը կադրից դուրս, իսկ թե ինչ է կատարվել իրականում կադրից ներս, կտեսնենք ընդամենը մի քանի ժամից, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունն ու բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների, ամենահետաքրքիր դրվագների, կադրից դուրս իրավիճակների մասին և ոչ միայն։ Խոստանում ենք, շատ հետաքրքիր ու նոր գաղտնիքներ բացահայտելու ենք ձեզ համար։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Մանանն այդ տունը սիրով է մտել և պատրաստվում է իսկապես հարսնություն անել, թե ոչ։ Հեռուստադիտողների կարծիքներն այս թեմայի շուրջ բաժանվել են երկու մասի։ Մի մասը կարծում են, որ իրոք Մանենը սիրում է Գրիշոյին ու որոշել է կյանքը կապել Գրիշոյի հետ, մի մասը կարծում են, որ նա Գրիշոյին չի սիրում, այլ փառքն ու հարստությունը։ Բայց կա նաև երրորդ կարծիք։ Սկզբում Մանանն իսկապես վազում էր փողի ու իշխանության հետևից, բայց վերջին սերիաներից պարզ է դառնում, որ Մանանն այս ամենն անում է իր ընտանիքին պաշտպանելու համար։ Ինչ հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտվելու շատ շուտով, որը Մանանն օգտագործելու է մակոնցների ընտանիքի դեմ, կիմանաք ընդամենը ժամեր անց։ «Գոյամարտ» սերիալում լարվածությունը հասել է այնպիսի աստիճանի, որ թվում է ցանկացած պահի ամեն ինչ կարող է պայթել։ Վերջին սերիաներն արդեն ոչ թե պարզապես ընտանեկան դրամա են, այլ իսկական հոգեբանական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր ներքին կործանումը։ Հունանը շարունակում է բոլորին պարտադրել իր կամքը, և հենց սա է դարձել սերիալի գլխավոր ողբերգություններից մեկը։ Նա այնքան երկար է ապրել վերահսկելու, հրամայելու ու մարդկանց իր ուզած ուղղությամբ տանելու սովորությամբ, որ այլևս չի նկատում, թե ինչպես է սեփական ընտանիքը քանդվում իր աչքի առաջ։ Հունանը կարծում է, որ ուժով կարելի է պահել ընտանիքը, սիրելիներին, նույնիսկ երեխաների ճակատագրերը, բայց իրականում նա արդեն կորցնում է բոլորին։ Լեան հոգեպես հեռացել է իրենից, Ինան այլևս բացահայտ հակադրվում է, Գրիշոն առաջին անգամ փորձում է ինքնուրույն որոշումներ ընդունել, Էռնան հոգեբանական փլուզման մեջ է, իսկ ամբողջ քաղաքը կարծես ապրում է Հունանի ստեղծած վախի ու պատերազմի մեջ։ Բայց ամենածանր վիճակը հիմա Դավիթ պապի ընտանիքում է։ Այն տունը, որը տարիներ շարունակ որքան էլ դժվարությամբ կարողանում էր միասին մնալ, հիմա բառացիորեն պայթում է ներսից։ Բոլորը բոլորի վրա ձայն են բարձրացնում, բոլորը լարված են, բոլորը վիրավորված են։ Նույնիսկ Լեոն ձայն է բարձրացնում մեծ եղբոր վրա, ինչն անընդունելի է, բայց հասկանալի, քանի որ այս պահին բոլորի կյանքում խնդիրներ կան, և դա շատ բնական է, որովհետև այդ ընտանիքը չափազանց շատ ցավ է կրել շատ կարճ ժամանակում։ Ռաֆի կորուստը, Մանանի հեռանալը, Ավոյի հայտնվելը, եղբոր չգտնելը, Հունանի սպառնալիքները, այս ամենը տարիներով կուտակված ցավ է, որը հիմա դուրս է գալիս։ Շատ կարևոր է հասկանալ, որ նրանց բղավոցների տակ իրականում սեր կա։ Նրանք ցավեցնում են միմյանց ոչ թե որովհետև ատում են, այլ որովհետև հոգնել են, կոտրվել են ու այլևս չգիտեն ինչպես ապրել այս ամբողջ ճնշման մեջ։ Հատկապես ծանր վիճակում է Լեոն։ Նա միշտ փորձել է ուժեղ լինել ընտանիքի համար, բայց հիմա արդեն զգացվում է, որ ներսում նա բառացիորեն այրվում է։ Լեոն հոգնել է պայքարելուց, հոգնել է անընդհատ ինչ-որ մեկին կորցնելու վախից, հոգնել է Հունանի դեմ պատերազմից, հոգնել է այն զգացումից, որ երջանկությունը միշտ իր ձեռքից փախչում է։ Եվ հենց այստեղ շատ կարևոր դեր ունի Լեան։ Լեան վերջապես սկսում է բացահայտ պայքարել իր սիրո համար։ Նրա խոսակցությունը Գրիշոյի հետ շատ կարևոր տեսարան
տեսարան էր։ Լեան խնդրում է եղբորը հասկանալ, որ ինքը սիրում է Լեոյին։ Սա առաջին անգամն է, երբ նա ոչ թե արդարանում է, ոչ թե լռում, այլ ուղիղ ասում է իր ճշմարտությունը, և այդ տեսարանը շատ հուզիչ էր նաև Գրիշոյի համար։ Որովհետև Գրիշոն առաջին անգամ տեսնում է, թե որքան իրական են Լեայի զգացմունքները։ Նա հասկանում է, որ սա սովորական համառություն կամ երիտասարդական կիրք չէ։ Լեան իսկապես պատրաստ է ամեն ինչի Լեոյի համար, և հենց այդ պատճառով էլ Գրիշոն կարծես մի փոքր հետ է կանգնում։